Հայաստանի նկարիչների միության բակն այս անգամ զարդարում են Մինաս Ավետիսյանի գույները, սա ազդարարում է վարպետի ցուցահանդեսի մեկնարկը։ Լույսը, ձայնն ու շարժման համադրությունն այս անգամ պատմում են Մինասի կյանքի ու ստեղծագործական գործունեության մանրամասները։ Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում խորագրի ներքո հավաքել են հեղինակի գրեթե բոլոր շրջանների ստեղծագործությունները։ Ապրում ենք ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում եւ ամեն օր շփվում ենք այդ ձևաչափի հետ եւ դա մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ լրացնում է եւ եթե ճիշտ ես օգտագործում թե արհեստական բանականությունը, թե այսպիսի տեխնոլոգիաները, դա միմիայն իրար օգնելով աշխատում են, ապրում են եւ մի նոր թարմ գաղափար է, մի նոր թարմ մոտեցում է արվեստագետին, տվյալ դեպքում Մինաս Ավետիսյանի աշխատանքները ցուցադրելու։ Ինքնանկար աշխատանքում Մինասը կարծես ներկայացնում է իրեն արվեստի աշխարհին։ Սաֆարյանը կարծում է, որ նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են ոչ միայն վարպետներին ևս մեկ անգամ մեծարելու, այլև եկող սերնդին հայկական եւ համաշխարհային կերպարվեստի մասին ժամանակակից լեզվով պատմելու գործում։ Անիմա ընկերության հետ համատեղ իրականացնում ենք մուլտիմեդիա նախագիծը։ Ինձ համար շատ ուրախալի է, մեր ուրեմն դպրոցականներն էին, ովքեր գալիս էին եւ նայում էին եւ այս ցուցադրությունը կարող եմ ասել ոչ միայն նայելու համար է, այլ ուսուցողական իր մեջ կրթական ուրեմն բաղադրիչ ունի։ Ցուցահանդեսի համադրողն ընդգծում է, գործակցել են ընտանիքի անդամների տարբեր թանգարանների հետ, որտեղ պահպանվում են վարպետի բնանկարները, արել այնպես, որ Մինասի գույնը, գիծն ու կտավների բուն ասելիքը ճշգրտորեն պահպանվեն անիմացիաներում։ Մինաս Ավետիսյանի գույները շատ վառ են եւ դա անիմացիոն տարբերակով ցուցահանդեսի ներկայացնելը շատ գեղեցիկ գաղափար է եւ շատ սիրուն է ստացվում։ Այս ցուցահանդեսի մեջ նույնպես ներգրաված է կենսագրական մասը Մինաս Ավետիսյանի մասին եւ նաեւ ավելացրել ենք արդեն մեր արվեստագետների խոսքերը եւ մտքերը Մինաս Ավետիսյանի մասին։ Նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում մեծանուն հայ նկարչի խոսուն վրձնահարվածները սպասում են արվեստասերի հետ հանդիպմանը մինչև օգոստոսի 27-ը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։